Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները Ջեյհուն Բայրամովը և Գիդեոն Սարը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում քաղաքական, էներգետիկայի, առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում։ Ըստ ադրբեջանական կողմի անդրադարձ է եղել Հարավային Կովկասին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, մասնավորապես Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած պատմական հանդիպմանը։ Գիդեոն Սարը ողջունել է Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված առաջընթացը։ Թբիլիսին ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ մաքսային անցակետերի համատեղ նախագծերի վրա, հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ դրանք տարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ են և ծառայում են երկրի տարանցիկ ու լոգիստիկ ներուժի ընդլայնմանը։ Նրա խոսքով աշխատանքներն իրականացվում են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Կոբախիձեն նաև ընդգծել է, որ արևելք-արևմուտք մայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր նավահանգիստները և մյուս նախագծերը միտված են ամրապնդելու Վրաստանի դերը միջանցքի զարգացման գործում։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը և առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Նա շահարկում է որակել կարծիքը, թե Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարումը։ Վրաստանի տարանցիկ դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ, այլընտրանքային տրանսպորտային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար, նշել է Կոբախիձեն, հավելելով, որ վերջին 5 տարվա ընթացքում միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ ավելացել են։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան էներգետիկ սուր ճգնաժամ է ապրում, քանի որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում երկրի էներգետիկ համակարգին։ Վերջին օրերին նրանք արձակել են ավելի քան 1700 անօդաչու թռչող սարք, 1380-ից ավելի ռումբ և տարբեր տեսակի 69 հրթիռ։ Էներգետիկան, կարևորագույն ենթակառուցվածքները և բնակելի շենքերը դարձել են ռուսական հարվածների հիմնական թիրախները, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ աշխատում են Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ ուժեղացնելու երկրի օդային պաշտպանությունը։ Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին ուժեղ ցրտերի պայմաններում տասնյակ հազարավոր ուկրաինացիների առանց էլեկտրաէներգիայի թողնելու համար։ Տեղեկություններ կան, որ միայն Կիևում շուրջ 1 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 40 ԱԹՍ խոցելու մասին, թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բրյանսկի, Կալուգայի մարզերը։ Բելգորոդի իշխանությունները հայտնում են, որ քաղաքը ենթարկվել է ամենածանր հրետակոծությանը, վնասվել են էներգետիկ օբյեկտներ, զոհեր չկան։ Կրեմլից հաստատել են, որ Աբու Դաբիում մեկնարկած ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Միևնույն ժամանակ լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել լուրջ առաջընթացի հույս չունենալ։ Սխալ կլինի էական արդյունք ակնկալել հենց առաջին հանդիպումներից, սակայն այն փաստ է, որ շփումները սկսվել են կառուցողական մթնոլորտում, արդեն կարելի է դրական համարել։ Առջևում շատ լուրջ աշխատանք կա անելու, նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Նա հավելել է, եթե սկսել են, ուրեմն պետք է ձգտեն ինչ-որ բանի հասնել։ Պեսկովը շեշտել է, որ բանակցություններում ամենակարևորներից է տարածքների հարցը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան այլ ներկայացուցիչներ հանդիպել են Իսրայելի վարչապետի հետ։ Ուիտկոֆը հայտնել է, որ քննարկումների կենտրոնում է եղել Մերձավոր Արևելքը, մասնավորապես Խաղաղության ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի կյանքի կոչումը։ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները հիմնված են սերտ գործակցության և ընդհանուր առաջնահերթությունների վրա։ Հանդիպումը կառուցողական էր, համաձայնության եկանք հաջորդ քայլերի շուրջ, նշել է պաշտոնյան։ Զուգահեռ Համասը հայտնել է, որ իսրայելական կողմին են փոխանցել վերջին պատանդի մասին տեղեկություններ։ Այսպիսով կատարել են հրադադարի գործարքի բոլոր պայմանները, չնայած Ցահալի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումներին։ Իսրայելի զինված ուժերն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողություններ են իրականացնում Համասի գերեվարած վերջին պատանդի մարմինը գտնելու համար։ Ցահալից նաև տեղեկացրել են պաղեստինյան շարժմանը պատկանող թունելներ ոչնչացնելու մասին։ Հաղորդվում է Գազայում նոր զոհերի և վիրավորների մասին։ Պատերազմի սկզբից ի վեր պաղեստինցի զոհերի թիվը հատում է 71600-ը, վիրավորներինը 171300-ը։ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները նաև Լիբանանում։ Դիանա Գասպարյան, լուրեր։